Սիրելի աբովյանցիներ, կոտայք աշխարհի սիրելի ժողովուրդ, իմ գործընկերները այսօր շատ խոսեցին կեղծիքից, ստից, ես միայն մի բան կավելացնեմ, մի ամբողջ ժողովուրդ դու կարող ես խաբել մի որոշ ժամանակ, այդ ժողովրդի մի փոքր հատվածին դու կարող ես միշտ խաբել, բայց ողջ ժողովրդին միշտ խաբել հնարավոր չէ, ու այսօր եկել է ճշմարտություն ընտրելու ժամանակը, ու միակ ճշմարտությունը Հայաստանում, դա այն է, որ պետք է ունենանք ուժեղ Հայաստան։ Սիրելիներս, արդեն 8 տարի մենք լսել ենք բազում սուտ խոստումներ, որոնք որ լրիվ հակառակն են իրականացվել։ Մենք հանձնեցինք ոչ միայն Արցախի 5 շրջանը, ոչ միայն Լաչին քարվաճառը, մենք հայաթափեցինք ողջ Արցախը, օկուպացվեց Հայաստանի Հանրապետության տարածքները, խմբագրեցինք պատմության դասագրքերը, ու այդքանից հետո ամեն անգամ մեզ նոր սուտ են մատուցում, որի արդյունքում մեր կորուստները ավելի անդառնալի են լինում ու ավելի մեծ։ Հիմա էլ եկել են, թե բա խաղաղություն ենք ձեզ բերել։ Հարգելի պարոնայք, դուք խաղաղություն չեք կարող բերել։ Դուք ամենաշատը կարող եք պարտությունների շքերթ բերել։ Իսկ այդքանից հետո երեք անում եք զինվորական շքերթ։ Հերթական սուտը։ Սիրելիներս, այդ զինվորական շքերթը ինձ ստիպեց մի շարք հայտարարություններ հետ գնալ եւ նայել։ Եվ գիտեք ամենասարսուռը որն է։ Պատերազմի ամենաթեժ պահին, 20 թվականի հոկտեմբերի 5-ին, մեր երկիրի ղեկավարողը առցանց հայտարարություն է անում ողջ ժողովրդին եւ ասում, որ 1 տարվա զորացրված զինվորներին հնարավոր չէ կանչել պատերազմի, զորակոչել, օրենքը թույլ չի տալիս։ Եվ երեկվա ուղղակի մի պարզ ստուգման արդյունքում գիտեք ինչ հայտնաբերվեց, որ այդ օրենքը այդպես չէ։ Այսինքն մեզ ղեկավարում է մի մարդ, որ ամենաօրհասական, ամենաճակատագրական պահին անգամ գիտակ չի իր օրենքներից, նա անկարող է, առնվազն անգիտակ է, և եթե իմ խոսքերը ճիշտ չեն, թող հենց այսօր պաշտպանության նախարարը հերքի և ասի, որ այդպիսի բան չկա։ Սիրելի ժողովուրդ, մենք պետք է հունիսի 7-ին ազատվենք անկարողներից, մեր ազգային անվտանգությունը խաթարողներից, մեզ ամեն անգամ իրենց նոր ստերով և նոր կեղծիքներով, նոր անվերադարձ կորուստներ բերողներից։ Եվ ունենք պատմական պահ, հունիսի 7-ը ճակատագրական ընտրություն է, հունիսի 7 ուղղակի իշխանության փոփոխության ընտրություն չի։ Ես ինքս երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգում և երբեք քաղաքական հարթակներում չեմ եղել։ Բայց այսօր կանգնած եմ այստեղ, որովհետև մենք ունենք հայրենիքի գոյության խնդիր և հունիսի 7-ին ունենք մի պարզ հնարավորություն, միգուցե որ հետո էլ չունենանք, համախմբվել մի մարդու կողքին, ով որ թե հայրենասեր է, թե ազնիվ է և թե կարող է և իր ազգին չի նետում հերթական արկածախնդրությունների։ Ուրեմն սիրելի ժողովուրդ ու սիրելի ազգ, հունիսի 7-ին գնում ենք փոփոխության, գնում ենք հայրենիք պահելու, գնում ենք համար 3-ը ընտրելով, ուժեղ Հայաստան, համար 3-ի հետ, որն է փոփոխության համարը, համար 3, շնորհակալ եմ։